Մայիսի 7-ին անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի 2026 թվականի մրցաշարի Սևանի համայնքային փուլը։ Տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովը ստուգ դպրոցականների հեծանիվների տեխնիկական վիճակը, ինչպես նաև մրցաշարի Սևանի համայնքային փուլի գլխավոր մրցավար Արմեն Երիցյանը տվեց վերջին ցուցումները։ Մրցաշարի կազմակերպման եւ դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դեռևս 2024 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երևան քաղաքի միջնակարգ ավագ դպրոցներին եւ վարժարաններին տրամադրված հեծանիվներով մայիսի 7-ին մրցեցին Սևանի տարածաշրջանի բոլոր դպրոցներից 62 մասնակիցներ իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի 2026 թվականի մրցաշարի համայնքային փուլի մեկնարկը տրվեց Դրախտիկ բնակավայրից։ Մրցաշարն անցկացվեց 2 տարիքային խմբով, հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-ից 9-րդ դասարանների 1 տղա եւ 1 աղջիկ, 10-ից 12-րդ դասարանի 2 տղա եւ 2 աղջիկ եւ ֆիզկուլտուրայի մեկական ուսուցիչ թիմային կազմով։ Մասնակիցները հաղթահարեցին 25 կիլոմետր ճանապարհահատված եւ հասան մինչեւ Ծովագյուղի խաչմերուկ։ Հեծանվորդների անվտանգությունն ապահովեցին Գեղարքունիքի պարեկները։ Բոլոր կազմակերպչական աշխատանքները, նախնական աշխատանքները կազմակերպված են, կազմավորվել է մրցավարական խումբ, ունենք օգնականներ մրցավարների եւ այսօր պատրաստ ենք այս մրցաշարը, այս համայնքային փուլը անցկացնելու համար։ Նշեմ, որ արդեն ավանդույթ է դարձել այս մրցաշարը եւ մեծ բավականություն եւ մեծ մասսայականություն այն վայելում արդեն մեր Սևան համայնքում։ Նշեմ նաեւ, որ արդեն 1 տարի հեծանվավազք մարզաձևը գործում է մեր մարզադպրոցում, ունենք արդեն տասնյակ մարզիկներ, որոնք պարապում են եւ մեծ սիրով մասնակցում են պարամունքներին եւ պատրաստվում են նմանատիպ մրցաշարերին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի թիմային պայքարում Սևանի համայնքային փուլում 7-ից 9-րդ դասարանների մրցապայքարում 1 տղա եւ 1 աղջիկ առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Սևանի համար 4 հիմնական դպրոցի թիմը, երրորդ տեղը զբաղեցրեց Սևանի Յակով Զարուբյանի անվան համար 2 հիմնական դպրոցի թիմը։ 10-ից 12-րդ դասարանների մրցապայքարում 2 տղա եւ 2 աղջիկ դպրոցների թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Վարսերի Ռաֆիկ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը զբաղեցրեց Ծաղկունքի Հովհաննես Թումանյանի անվան բաց դպրոցի թիմը։ Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի Սևանի համայնքային փուլի գլխավոր մրցավարն էր հեծանվաց սպորտի մարզիչ Արմեն Երիցյանը, քարտուղարը Հերմինե Անդրիկյանը, մրցաշարի կազմակերպիչ եւ պատասխանատուն Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը։ Այսպիսով Սևանի տարածաշրջանից 6 դպրոցների թիմերը իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլին։ Գեղարքունիքի մարզում համայնքային փուլեր կանցկացվեն նաև Գավառում, Վարդենիսում, Ճամբարակում եւ Մարտունիում։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամահուր։